Ես մինչև COVID-ը այս բոյով եղել եմ 38 կիլո, 10 կիլո սրանից նիհար։ Շատ նիհարիկ էի ու ունեի գարբինկա։ Երկու թեմայից շատ կոմպլեքսավորվել եմ, նույնիսկ բոյից եմ կոմպլեքսավորվել։ Որտեղից էին գալիս այդ կոմպլեքսները։ Կուրսեցիներիցս մեկը, ում հետ շատ մոտիկ եմ լինում առաջի 2 ամիսը, բրացենց հարից, եթե դու չես ուզում որ քեզ հավանեն, առավոտյան ջրի փոխարեն ազոտով դեմքդ լվա, որ կգեշանաս, էլ քեզ հավանող չի լինի։ Նենց չի, որ ես այն ժամանակ օրինակ հավանողներ չեմ ունեցել։ Իսկ երբ որ չէիր պատմում տան անդամներին ոչ մի բան, ցանկություն չուներ ամեն դեպքում ինչ որ մեկի հետ կիսվել, ինչ որ մեկից լսել, որ չէ դու սիրուն ես։ Այն ժամանակ իմ մաման այն հին մտածելակերպի ա եղել, որ եթե դու ինչ որ մեկից նեգատիվ արձագանք ես ստանում, եթե դու ինչ որ մեկից ինչ որ վատ բան ես տեսնում, մեղավորը դու ես։ Այդ քիմիան դու կարողանում ես ստեղծել քո խաղընկերների հետ։ Ես կես տարի տանջվել եմ, որ այդ քիմիան երևա։ Ու եղել է խաղընկեր, ում հետ հենց առաջի կադրից դա եղել է։ Առաջին ակումբից ինչի դուրս եկար։ Ես ինձ այնտեղ կոմֆորտ չի զգում։ Թեթև ընդհարում ունեցանք կազմակերպիչների հետ առաջին ակումբի։ Քո անվան շուրջ այդ բացասական ալիքը ամենայն դեպս նախագծերի մեկնաբանություններում, որոնք որ շատ են, շատ է։ Մի կլորիկ գումար թող հավաքվի, ամբողջ ազգիս հաշվին կգնամ կվիրահատեմ գիտես երկրորդ անգամ։ Ողջույն, դուք դիտում եք Breakpoint-ը, իսկ մեր այսօրվա հյուրը դերասանուհի, բլոգեր Թամ Սահակյանն է։ Թամ, ոնց ես։ Մի փոքր լարված։ Առաջին տենց մեծ հարցազրույցն է, թե ունեցել ես փորձեր։ Մի քանիսը ունեցել եմ արդեն, բայց ամեն անգամ ոնց ասում են մեր մեծերը каждый раз как первый раз։ Լարվել պետք չի, ինձ թվում է մենք հավես հետաքրքիր զրույց կունենանք ու նաև կբացահայտենք քեզ մարդկանց առաջ, որովհետև որքան էլ շատ ակտիվ ես սոցհարթակներում, բայց որպես այդպեսին քո հենց իրական կերպարը գուցե շատ բացահայտված դեռ չի։ Առաջարկում եմ հենց սկսենք այդ կետից, քո մտերիմ ընկերներից ինչ որ մեկին զանգահարելով ու քո մասին հետաքրքիր տեղեկություններ բացահայտելով։ Մի տեսակ սիրտս վկայում է, որ խայտարակ եմ լինել։ Կան այդպիսի զավեշտալի պատմություններ։ Զավեշտալի պատմությունները մաքսիմալ շատ են իմ կյանքում, բայց ինձ որ ասում են մի պատմություն կպատմես, չեմ հիշում։ Բայց ամեն օրս անցնում են, որ գիտեք, այն փողոցում երկու աղջիկ, որ անցնում են, մեկը լսում եք բարձր ձայնով ծիծաղում են, միշտ այդ ես ու իմ ընկերուհիներն ենք լինում։ Հասկացա։ Սին դու հենց այս պահին հաղորդման հյուր ես իմ հետ միասին։ Դիանա, հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Աննան եմ, Դիանա ջան, շատ հաճելի է։ Նմանապես։ Մեզ նոր Թամը ասաց, որ դուք այն աղջիկներից եք, որ փողոցում քայլելուց միշտ բարձր ծիծաղում եք։ Ու վստահաբար կպատմեք մեզ, թե այդ ինչի վրա եք տենց բարձր ծիծաղում։ Իրականում պատմությունները շատ են։ Ահա։ Փողոցի դեպքերից եք հենց ուզում լսել։ Չէ, դուք որոշեք, ինչ որ շատ զավեշտալի հետաքրքիր մի բան Թամի հետ կապված։ Պատմենք այն մասին, քանի որ մեր Թամը շատ ուժեղ ժամանակի զգացողություն ունի։ Ինձ թվում է բոլորը իրեն ճանաչողներից դա զգացած կլինեն։ Պրոյեկտներից չեմ ուշանում։ Թամը ընդամենը մի անգամ պիտի Գարինստանից վերցներ։ Ինքը ինձ ասեց 5 րոպեից հասնում եմ։ Ինքը 3 րոպե հետո զանգեցեց, ես հասել եմ, դուր ես, դու անպատասխանատու ես։ Մեծ կռիվ։ Միջև իջա ինքը 3 անգամ իր տեղը փոխեց, հետո ինձ ասեց, որ մեկը մեղավորը ես եմ։ Հասկացա։ Միշտ մեղքը գցում է ընկերուհու վրա, հա։ Իհարկե, միշտ ուժով է ընկերուհին, հա։ Ես էլ ընդունեցի։ Ձին կներես, որ այս պատմությունը պատմեմ։ Դավայ։ Ձյանը ծանոթանում է մի անձնավորության հետ, նու իրար story են նայում անընդհատ, բայց իրար ոչ follow են տալիս, ոչ գրում են։ Ու ես մի օր ուղղակի վերցնեմ Ձյանի հեռախոսը ու այդ մարդուն Ձյանի կողմից follow եմ տալիս։ Ու այդտեղից սկսում է իրենց շփումը։ Վերջում ամուսնանում է։ Չէ, էլ որ չէ։ Լավ չի follow։ Ռիսկային քայլեր սիրող Թամը 2019-ին հանկարծակի շատ հետևորդներ ա ձեռք բերում TikTok-ում, դառնում է հայտնի, հետո արդեն գալիս են տեսահոլովակները, նախագծերը, հեռուստատեսային սերիալները։ Այս ամեն ինչը այսօր ինչ կետում որ գտնվում ես, որպես նպատակ ես ի սկզբանե ունեցել, թե ամեն ինչ պատահականության սկզբունքով ա եղել։ Ամենասկիզբը
ավելի ճիշտ sense ասեմ, ամեն փուլ իմ կյանքի եղել է պատահականության հիմունքով։ Այսինքն ես մինչև իմ քիթիկի վիրահատությունը շատ կոմպլեքսավորված մարդ եմ եղել, ով չէր խոսում ընդհանրապես եւ չէր շփվում ընդհանրապես մարդկանց հետ։ Ինչու՞։ Չէր լուսանկարվում նույնիսկ տոնորերին չէի սիրում։ Ես շատ նիհար եմ եղել, որ ասեմ, ես վիդեոներ ունեմ իմ էջում, որ իմ հին տեսքով է, ու երբեք չեմ նեղվել այդ փաստից, որովհետև հիմա որ հետ եմ նայում, ես հասկանում եմ, որ իմ ուղեղի մեջ մտցրել է այնպիսի ստանդարտներ, որին ես չէի համապատասխանում ու դրա հիման վրա ես ինձ չէի ընդունում։ Այսինքն այդ քթի տեսքը ստիպում էր չլուսանկարվել, փակ լինել, չխոսել։ Շատ նիհարիկ էի ու ունեի գարբինկա։ Երկու թեմայից շատ կոմպլեքսավորվել եմ, նույնիսկ բոյից եմ կոմպլեքսավորվել։ Հետո որ մերոնք հասկացան, որ դա իրոք շատ ծանր կոմպլեքս է ինձ համար, համաձայնվեցին քթի վիրահատությանը, բայց իմ մոտ նաև կար շնչառական շատ ուժեղ խնդիր, 90% միջնապատի թեքություն։ Մենակ այդ էր պատճառը, որ ես պապայիս կարողացա համոզեմ։ Վիրահատությունից հետո հենց առաջի օրվանից ես սկսել եմ TikTok-ներ նկարել, այն ժամանակ կոչվում էր Musical.ly։ Առաջին 5000 հետևորդի վրա շատ եմ տանջվել, մոտ 1 տարի տանջվել եմ։ Հետո չգիտեմ, ոնց sense բաց առավոտ արթնանում եմ 70000, հաջորդ օրը արթնանում եմ 90000, sense նայում ոնց։ Ու երևի մի 10 օրում 150000 հետևորդ է հավաքվում իմ էջին, պլյուս 145000, այսինքն։ Այդ լինում է պատահականության հիմունքով։ Ինձ Ամերիկայից զանգ է գալիս, մի կին է զանգում, բա ես ուզում եմ, որ դու իմ սերիալում նկարվես, դա լինում է Անուշը Պետրոսյան սցենարիստ։ US Armenia TV-ում պետքա դու նկարվես, ես շատ եմ ուզում, որ դու բայց ես կրթություն չունեմ, ասում եմ կապ չունի։ Ես ուզում եմ քո մոտ այն տեսակ միմիկաներ կանեն, այն տեսակ էներգիա կա, այն տեսակ կայծ կա աչքերիդ մեջ, որ ես դա ուզում եմ օգտագործեմ, ասում եմ լավ։ Ու այդպես ամեն փուլը իրոք սենց չսպասված է եղել, նույնիսկ այսպես ասեմ, մինչև Մարիայի պրոյեկտը ես ունեցել եմ 1-2 տարվա դադար, այսինքն չեմ նկարվել սերիալներում, նկարվել եմ Վարչապետ 2050 սիթքոմում և առաջին ակումբում, բայց այդ են դադարներ, որ ես մտածում էի էտա, վсё, եթե ես առաջին ակումբից հեսա դուրս եմ գալիս, էլ չեմ ուզում նկարվեմ։ Հետո իմանում եմ կասինգի մասին, Ելենա Արշակյանը կազմակերպած է լինում կասինգ, ու ես կյանքում առաջին անգամ ինքնական գնում եմ կասինգ։ Բայց արի դեռ հետ գնանք, այդ շատ առաջ եկանք, դեռ կգանք իհարկե այդ փուլերին, այն ժամանակ, երբ կոմպլեքսավորված էիր, երբ չէիր սիրում շատ խոսել, որտեղից էին գալիս այդ կոմպլեքսները, օրինակ թեկուզ կապված հասակի կամ քաշի կամ քթի հետ, ինչ որ արտաքին պատճառներ էին, թե դու ինքդ քո մեջ որոշել էիր, որ սա լավ չի, սա սիրուն է, սա տգեղ է։ Ինձ թվում է, որ արտաքին աշխարհը, այսինքն քեզ շրջապատող մարդիկ մեկը ազդում են քո վրա, թեկուզ իրանք այսքանը ասեն, դու եթե կոմպլեքս ունես, այսքանը դու այսքան ես տեսնում, ու այն օրը մեր սցենարիստի հետ հենց այդ պահն էի քննարկում, ինքը չէր հավատում, որ ես այդպեսին եմ եղել, ընդհանրապես չէր հավատում, սենց ասեմ։ Մեկ օրինակ, որը շատերը չգիտեն, 9-րդ դասարանում ամենամեծ կոմպլեքսը, որ սենց դաջված է հիշողությանս մեջ, 9-րդ դասարանում բոլոր աղջիկներին կշռում են։ Դե ավարտական է, կշռում ենք, հասկանանք բոյ քաշ։ Ես լացելով զանգում եմ մամա, ասեմ մամա, բոլորին կշռել են, 15 տարեկան էի այդ ժամանակ։ Ամենանիհար աղջիկը 45 կիլո է, ասում հա, հետո ասում, ես 28 կիլո եմ։ Այդքան նիհար ես եղել։ Ես մինչև COVID-ը այս բոյով եղել եմ 38 կիլո, 10 կիլո սրանից նիհար։ Չեմ ունեցել ոչ մի առողջական խնդիր, մերոնք սովորության համաձայն զանթա տանում են ստուգումների, մտածելով հանկարծ ինչ որ խնդիր չլինի, ինչի պատճառով ես նիհար եմ, ուղղակի գենետիկա էր։ Ես եղել եմ 28 կիլո եւ բոլորը 45 կիլո են։ Այդ ժամանակ պարզ երևում է, չէ՞ որ դու շատ նիհար ես։ Ու դա կոմպլեքս է սկսում քո մոտ։ Իսկ այդ ամեն ինչի ֆոնին եղել են նաև թեկուզ դպրոցում կամ ընկերական շրջապատում, գիտենք այդ փոքր տարիքում հատկապես երեխաները սիրում են մեկը մյուսին բուլինգի ենթարկել, ինչ որ մի բան գտնել եւ ասել այ դու էսպես ես, դու այնպես ես, այդպիսի իրավիճակներում հայտնվել ես։ Ճիշտն ասած, չէ, ես դպրոցական տարիքում ուրիշ տեսակ բուլինգի եմ ենթարկվել, չնայած ավագ դպրոցում ենթարկվել եմ նիհարությանս հետ կապված, մի հատ դասընկերուհի ուներ, մի անգամ մոտիկացավ ավագ դպրոցում ինձ սենց արեց, Թամիկ, էս ոնց որ մի քիչ լցվել ես, հա։ Ասեցի լուրջ։
Շատ ուրախ եմ, sense ինչ որ բան կգնամ հələ տուն կկշռում, sense հարից լծվելուց մարդիկ չեն ուրախանում։ Sense նայեցի, հասկացա, որ ինքը այդ արտահայտությունը արեց նրա համար, որ ինձ նեղացնի, բայց չստացվեց, ինքը նեղվեց, ասի լավ։ Դպրոցական տարիքում ինձ ավելի շատ նրա համար են նեղել, որ ես դասերի ժամանակ միշտ սիրում էի նկարել։ Իմ կրթությունը նկարչական է։ Ես դասի փոխարեն միշտ նկարել եմ, միշտ։ Ու դասարանցիներս հետս ընդհարումներ էին ունենում մենակ դրա համար, որ սեղանի վրա որ նկարում ենք, ոնց էր ասենք դասղեկը գայս էր ասում էր մոքրեք, ես ինչ եք արել, մեր մոտ փոխտնօրինուհին մտնում էր, նայում էր իմ սեղանին, պատկերները տարբեր տեսնում էր, ասում էր այս նկարը թող մնացածը մաքրի։ Ու որ ինձ թույլ էին տալիս մի հատված թողնել իմ կոպիտ ասած խզբզածից, իմ հետ տրամադրվում էին ոնց իրան կարելի է, մեզ չէ, բայց իրոք ես մանկուց նկարել եմ, էդի մեջ եղել է ու ինքը շատ սիրում էր իմ նկարները։ Իսկ այդ կոմպլեքսների մասին տանը պատմում էիր, խոսում էիր, օրինակ քո տան անդամները գիտեին, որ Թամին նիհար է եւ դրա պատճառով օրինակ ինչ որ կոմպլեքս ունի կամ այլ պատճառներ։ Իմ ծնողները հիմա իմ համար ընկերներ են, իրոք իմ համար իրանք իմ ընկերներն են, որ ես այստեղից դուրս գամ առաջին իրանց եմ զանգելու, գիտեք, սենց խոսացինք, նենց խոսացինք, եւ մամայիս հետ եմ հիմա տենց եւ պապայիս հետ, բայց մինչեւ համալսարանական տարիների վերջ ես մերոնց հետ այդքան մոտ չեմ եղել ու հենց այդ կոմպլեքսներից հետ կապված մի հատ պատմություն կարամ պատմեմ, գնացել էինք Վրաստան։ Էլի 16 տարեկանի կարգի էի։ Վրաստանի մոլում մի խանութ էր բացվել, որտեղ ֆոտոգրաֆներ կային, բան սենց, ու պտտվեցին նայեցին, ինձ սենց հային։ Դե արմյանքը, նու հայրեն եկեք պատմեմ։ Ասում են դու հայ ես, ասում եմ հա ինչի, ու ինչի վրա ես գնում առաջինը, հայկական քթիդ։ Սենց են անում, ինչ սիրուն ես դու, խնդրում եմ, էլի կարաս կանգնես, քեզ մի երկու նկար անենք, բան։ Ես կանգնում եմ, սառած դեմքով նկարվում եմ, գալիս եմ նստում եմ մեքենան, սկսում եմ լացել։ Ես կոմպլիմենտ չեմ ընդունել այն փաստը, որ ինձ ասել են սիրուն եմ, որ ինձ ուզում են նկարեն իրենց այդ խանութի ֆոնին, որ սիրուն նկարներ ունենան։ Ես ֆիքսվել եմ նրա վրա, որ ինձ քթիցս հասկացել են ես հայ եմ։ Ու պապաս ընդհանրապես այդ բանը սկսեց ջղայնանալ ին վրա ոնց։ Ինչի համար, ասենք այդ մարդը քեզ ասել է սիրուն է, դու նստած լացում ես, էս ինչ հիմար բաներ ես ուղեղդ մտցրել, սենց կռիվ գնաց ու տարիների ընթացքում հետո պապաս ուղակի հասկացավ ինձ, որ այդ հարցին լուծում է պետք տալ, որովհետև իմ մեջից դա դուրս չի գալիս։ Իսկ երբ որ չէիր պատմում տան անդամներին ոչ մի բան, ցանկություն չուներ ամեն դեպքում ինչ որ մեկի հետ կիսվել, ինչ որ մեկից լսել, որ չէ դու սիրուն ես, որ դու այնպեսին, ինչպեսին որ կաս արդեն իսկ լավ է։ Իրոք չխոսքան եմ եղել։ Այնքան, չգիտեմ, դա իմ կոմպլեքսներից է եկել, թե ինչից ես շատ փակ մարդ եմ եղել։ Հիմա ինձ ինչ տեսնում եք, լրիվ հակապատկեր եմ եղել։ Այն որ սենց չեմ էլ կարա աստիճանը բացատրեմ, ինչ աստիճանի ես տարբեր եմ եղել այն ժամանակ։ Մի արտահայտություն եմ հիշում պապայիցս, որ վերջնական են, որ քննարկում էինք քիթիկիս վիրահատությունը, սենց արեց հաստատ ես որոշել, ասում եմ, հասնցամ։ Հա բայց դու հասկանում ես, որ ինձ ես կրակը գցում, ասում եմ, ինչով, պապ։ Ասում եմ, բալկոնի տակը մեռան ծաղիկներ բերել դնելով, ասում եմ, սենց շարանը կգնա ու ես դա չեմ ընկալել։ Հետո տարիներ հետո, երբ որ ուղղակի սենց խոսքերով հիշել եմ, հասկացել եմ, որ նենց չի, որ ես այն ժամանակ օրինակ հավանողներ չեմ ունեցել, այն ժամանակ մարդիկ իմ տեսքը տեսել չեն հավանել, չէ, այդ խնդիրը չի եղել, այդ ամբողջը եղել է մենակ իմ ուղեղի մեջ։ Ես նիհարությանս հետ կապված էլ նոր պատմեցի, ստեղ էլ կարամ ասեմ, եղել են գիշերներ, որ քնելուց առաջ աղոթում եմ Աստված, պապիկ, խնդրում եմ արթնանամ, 10 կիլո ավելացած լինեմ, այդ տենց երազանքային համար դա եղել չաղանալը։ Հետո ինչ որ կոնկրետ աշխատանք ես տարել մասնագետների հետ, որ քաշավակ ես, թե ես սիրում եմ համեղ պատրաստել, COVID-ի ժամանակ ես մնում եմ տունը, ամենասոր դա նույնիսկ օրվա մեջ մի քանի անգամ շատ համեղ տարբեր բաներ եմ պատրաստել, այսինքն կլինի, չգիտեմ, լանգետ, հետո թխվածք, հետո первый, второй, третьով, առաջին, երկրորդ, երրորդով պարտադիր պատրաստել եմ ու ես շատ եմ սիրում քայլել։ Այդ ընթացքում իրավունք չկար տնից դուրս գալ, ուտում էի, նստում էի, պարկում էի, չաղացա 10 կիլոյով։ Երևի 2 ամս։ Իսկ այդ փուլում տնեցիների հետ բացի են, որ դու փակ էիր, գուցե նաև իրենց կողմից վերաբերմունքներ խիստ ծնողների ես կարգավիճակով դրա համար չէիր կիսվում, վախենում էիր արձագանքներից։
Ես ուղղակի չեմ ուզում ես պահը բարձրացնեմ, կարող եմ մամաս հետո նեղվի, բայց լավ, այսքան խոսակցությունը գնաց ասեմ։ Այն ժամանակ իմ մաման այն հին մտածելակերպի ա եղել, որ եթե դու ինչ-որ մեկից նեգատիվ արձագանք ես ստանում, եթե դու ինչ-որ մեկից ինչ-որ վատ բան ես տեսնում, մեղավորը դու ես, մեղավորությունը քո մեջ մանարի։ Երբ որ օրինակ առաջի կուրսում ես կուրսեցիներս հետ միշտ խնդիրների մեջ եմ եղել, միշտ բոլորը աղջիկներ էին, միշտ իրենց հետ խնդիրների մեջ եմ եղել, ու մի անգամ եղավ, որ ես մամային եկա պատմեցա, սի գիտես, կուրսում սենց բան ա եղել, ինձ մամաս ասեց, իսկ դու ինչ ես արել, որ տենց են արել, կամ տենց են ասել։ Այդ խոսքից հետո մոտ 2 տարի մամայից հետ ընդհանրապես չեմ կիսվել, իսկ հետո ժամանակի ընթացքում, որ մամաս հասկացավ, որ այն հին մտածելակերպը սխալ է, որ բաներ կա, որ այտենց չի ոնց իրենց մեջ տարիներով նստացրել են, հիմա իմ մաման դարձել է իմ ամենամոտ ընկերուհիներից մեկը, ում հետ ես ամեն ինչ եմ կիսվում։ Իսկ մամատ փոխվեց, որովհետև նաև քո ազդեցությունն էր, թե ուղղակի ինքը ժամանակի ընթացքում ես դարձա շփվող։ Ու երբ որ ես դարձա շփվող, նաև սկսեցի խոսել այն մասին, ինչ ինձ դուր չի գալիս, խոսել այն մասին, ինչ իմ սրտով չի, քննարկումներ գնացին, շատ դեպքերում կռիվներ գնացին տանը ու ոնց որ հեղափոխություն արեցի տանը։ Իսկ կուրսեցիների հետ ինչն էր խնդիրը, էլի քո արտաքինի հետ կապված։ Եղել են դեպքեր։ Հա, բայց շատ աբսուրդի է, թե ասենց բան չի եղել։ Պատմի։ Կարամ սենց մի պատմություն պատմեմ։ Կուրսեցիներիցս մեկը, ում հետ շատ մոտիկ եմ լինում առաջի 2 ամիսը, մենք միշտ իրենց տուն ենք գնում, իմ համար իմ տուն կարան մտնեն շատ կենտ մարդիկ։ Իմ համար տունը մի քիչ ուրիշ անկյուն է, որտեղ իրոք ամեն մեկը չի կարա գա։ Ու 2 ամիս ոնց որ պետք եղավ, որ ես այդ ընկերուհու հետ մոտիկ կացա, միշտ իրենց տուն էին գնում դաս անելու կամ համասանում էինք անում։ Ինք եկավ մեր տուն, սենց նայեց պատերին, իմ պապիկը շատ սիրում է հայ նկարիչների նկարները, շատ սիրում էր։ Ու մենք շատ սիրուն նկարներ ունենք ու մեր տունը մենք շատ մարդկանցով ենք ապրում։ Այս պայդրությամբ 4-ով ենք իհարկե, բայց այն ժամանակ 7 հոգով ենք ապրել, որտեվ տատիկս, պապիկս մեզ հետ էին ու փոքր տան մեջ այդքանը ստեղ չէին կանի, ինքը 4 սենյականոց տունն ու ինքը որ մտավ, սենց նայեց, սենց հարեց, այս մեծ տունը ձեզ ինչի համար է պետք, ասում եմ, մենք շատ ենք էլի, ոնց կարա փոքր տան մեջ որտեղ պետքա տեղ անենք, այս ինչ սիրուն նկարներ են, բան, հաջորդ օրը, որ մենք ամեն առավոտ խոսում ենք իրար հետ, որ պետքա գնանք դասինք, իմ զանգերին չի պատասխանում։ Մի քանի օր ուղղակի ինձից հեռու է մնում ու հետո սկսում է այդ բուլինգի իրավիճակը, այդ եմ ասում, դպրոցական տարիքում չեմ ունեցել, բայց համալսարանական տարիքում ունեցել եմ։ Ես սովորում էի մանկավարժականի համալսարանում, որի կողքին ֆիզկուլտ ինստիտուտն էր։ Բոլորս գիտենք այդ նորություն չի, որ ֆիզկուլտ ինստիտուտի տղաները սիրում են գալ մանկավարժականի առաջ կանգնել, սիրուն աղջիկ տեսնել ու սկսել, ասենք, չգիտեմ, ծանոթանալ, ծաղիկներ ուղարկել, նվերներ ուղարկել ու շատ էին տենց դեպքերը, որ ինձ մոտիկանում էին, ես ոչ ծաղիկ էի վերցնում, ոչ նվեր էի վերցնում, ոչ խոսում էի։ Ճիշտ է, շատ դեպքերում դա շատ սխալ է, մի քիչ գրեհիկ է նայվում, որ մարդ խոսում է քո հետ, դու այնտեղ չես նմացնում գնում ես, բայց նաև գիտես, որ դա տոն տալա, որ դա հետո խնդիր կարող առաջացնի։ Հենց այդ նույն աղջիկում հետ, որ մոտ էի, մենք նույն տեղն էինք պարապել ընդունելության համար։ Բացի այդ 2 ամիսը ինստիտուտի, ինձ ֆրազ սենց արեց. բոլորին մերժում ես, այդ նորմալ չի։ Ասեմ, եթե իմ սրտով չի, նորմալ է, որ մերժում եմ։ Սենց արեց, այս արտահայտության համար իմ պապան է նույնիսկ ուզեցել համալսարան գնա, ֆրազ սենց արեց, եթե դու չես ուզում, որ քեզ հավանեն, առավոտյան ջրի փոխարեն ազատով դեմքդ լվա, որ կգեշանաս, էլ քեզ հավանող չի լինի։ Ու ես այդ ժամանակ այն հին տեսքին եմ եղել, քիթս վիրահատած չի եղել։ Ես այդքան դեռ չեմ ընկալել, որտեվ այն կոմպլեքսները իմ մեջ են եղել։ Գիտեք ինչ լացելով եմ տուն գնացել։ Երևի 2 օր լացել եմ։ Անդադար 2 օր լացել եմ, որ մերոնք իմացան, ոնց հեսա կգնան կռիվ կան, ասում մի գնա։ Կարևորը գոնե պատմել ես այս անգամ։ Այս անգամ պատմել եմ, դա շատ աբսուրդ էր, մեջս չէի կարող պահել։ Ու հետո ընթացքում իմ վրա աշխատանքներ տարել եմ, որ ես չպիտի սուսում մնամ, նույնիսկ այդ պահին եմ սուս մնացել։ Իսկ մտածել ես այս տարիների ընթացքում, թե ինչի է իր այդքան շատ նման իրավիճակներում հայտնվում, անկախ նրանից, հա, արտաքինի, ինչ արտաքին ունեն, յուրաքանչյուր մարդ ունի տարբեր արտաքին եւ դա չի կարող լինել այդ հիմնարար պատճառը, թե ինչու են մարդուն վատ վերաբերվում։
Կարծում եմ բնավորության պատճառով է եղել։ Այն մարդով, որ խելոք է, շատ դեպքերում նաև խեղճ է, ես ինձ խեղճ չեմ համարում, բայց ես եղել եմ սուս, ես եղել եմ խելոք, ոնց որ մամաս էր ասում, մանկությունից դու որտեղ նստեիր, դե կարեիր ժամերով մնայր ու ձեն ծպտուն չհանեիր։ Ընթացքում հասկացա, որ այս աշխարհում էդ չի ընդունվում ու էդ չի անցնում։ Իսկ ընտանիքում քույր եղբայր ունես, իրենք քեզ նման են, թե իրենք ավելի ակտիվ են եղել, իրենց հետ գոնե կիսվել ես։ Չէ, իրենց հետ չեմ կիսվել, իրենք շատ ակտիվ են։ Քույրս էլ եղբայրս է, քույրս մեծ է, եղբայրս փոքր է։ Քույրիկիս հետ միշտ ենք վիճել, մինչև ամուսնանալ իր, հենց ամուսնացավ, ինքն էլ ասվեց իմ ընկերուհիներին, ամենամոտ ընկերուհիների շարքում։ Հիմա շատ մոտ ենք, բայց այն ժամանակ չենք եղել։ Դե քույրիկներն են, որ իրար սենյակ ես կիսում, իրար հետ, չգիտեմ, առօրյա ես կիսում, կռիվները միշտ շատ են լինում։ Իսկ տարիներ անց այդ աղջկան քո կուրսեցուն հանդիպեցիր, խոսեցիր կամ ինքը փորձեց քեզ հետ հանդիպել։ Այս վերջերս ուզում էին հանդիպում կազմակերպեին, ոնց չաթում սենց ավելացրեցին, տենց չաթից ուղակի լուրում, ոչ դուրս եկա։ Դու։ Հա։ Ինչու։ Չի ուզում վիրավորանքը դեռ կա։ Չէ, ընդհանրապես չկա։ Ես սովորություն չունեմ, հիշաչար չեմ ընդհանրապես։ Սովորություն չունեմ մեջս կուտակեմ, սովորություն չունեմ մեջս պահեմ, եթե ես ինչ-որ մեկի հետ խնդիր եմ ունենում, շատ ուղիղ կերպով այդ հարցին լուծում եմ տալիս։ Իսկ այն ժամանակ ներս էի գցում, սուս էի մնում, խելոք էի։ Գալով արդեն քո մասնագիտական դաշտ, գլխավոր կերպարը, որը որ ստացեր Մարիա հեռուստասերիալում էր, որը դեռ հիմա շարունակում է լինել եթերում, որտեղ քեզ շատ քննադատում են կոմենտներում, ոմանք չեն քննադատում, դրան դեռ կգանք, բայց գիտեմ, որ այդ փուլում շատ դժվար էր քեզ համար, երբ իմացար, որ գլխավոր կերպարը դու ես լինելու, ինչ ընթացք ես անցել, հիշենք նաև սա։ Շատ ծանր ընթացք եմ անցել, որովհետև ես ունեմ գերպատասխանատվության զգացողություն իմ մեջ ամեն հարցում։ Եթե ինչ-որ մի բան վստահված է ինձ ու ես դա պետքա ներկայացնեմ, որ ասում են հավուր պատշաճի, ես ամեն ինչ մի կողմ եմ դնում ու զբաղվում եմ դրանով։ Այսինքն շատերի մեջերից օրինակ նկատած կլինեն, որ ես երկար ժամանակա գովազդներ չեմ անում, որովհետև իմ ժամանակը տրամադրել եմ սերիալին։ Իհարկե բոլորը կասեն, հա դե սերիալում ես նկարվում, այդ PR-ը, այդ հայտնությունը պետք է օգտագործես, որ ավելի շատ գովազդներ վերցնես։ Եթե ես հասկանում եմ, որ այդ պահի դրությամբ ինձ պետք է ժամանակ տրամադրել իմ կերպարին, ես այդ ժամանակը տրամադրում եմ այնտեղ, ոչ թե գովազդ անելուն, ոչ թե մնացած մյուս թեմաներին, օրինակ, որոնցից մեկը թեկուզ նաև իմ սալոնն է, որը հիմա սենց երկու ձեռքով հանձնել եմ մամայիս։ Դու սպասում ես, որ կստանաս դեր, գլխավոր դեր ու կլինես սերիալի հիմնական կերպարը։ Սենց ասեմ, այդ նպատակով գնացել էի կաստինգի, բայց որ սենց խորն ես մտածում, հասկանում ես, հա ուզել ես, իրոք ուզել ես, բայց այնպես չի, որ դու տենց 100% վստահ ես եղել, որ այդ քեզ կտան։ Ամեն այսօր ես տուն էի գալիս գլխացավերով, լարվածությունից ոչ մեկի հետ ընդհանրապես շփում չէի պահում, որովհետև էներգիա նույնիսկ չունեի, որ ուրիշների հետ շփում պահի։ Մեծ սիրով եմ գնացել նկարահանման, բայց շատ լարված եմ եղել։ Իհարկե ստաֆը շատ լավն էր, ընդհանրապես ավելորդ լարվածություն չեն ստեղծել իմ համար, բայց ես սովորություն ունեմ ինքս ինձ թերագնահատելու ու դրա պատճառով էլ ավելի շատ եմ աշխատում իմ վրա, որը հետո մի քիչ իմ համար բարդ է լինում։ Այդ բարդ փուլը նաև գուցե այն պատճառով էր, որ մասնագիտական կրթություն չուներ եւ միանգամից գլխավոր կերպար եւ խաղալու էր արդեն պրոֆեսիոնալ դերասանների հետ։ Կար էս խնդիրը։ Այս անգամ չէ։ Տարիներ առաջ, երբ որ ես US Armenia-ում էի դեռ, այնտեղ ինձ ասեցին գլխավոր կերպար ենք ուզում քեզ տանք, բայց դրա համար դու պետք է գնաս դասընթացների ու ես գնացի Դավիթ Հակոբյանի մոտ։ Կարճ ժամանակահատված եմ գնացել, բան չունեմ ասելու, բայց շատ տարբերություն եմ ես ինքս զգացել եւ հենց մեր այդ ժամանակվա սցենարիստ պրոդյուսերներ ասում, որ շատ տարբերություն կա։ Այդ ժամանակ այդ դասընթացներով ես հաղթահարեցի այդ քո ասած հարցը, որ փորձ չունեմ կամ կրթություն չունեմ, դա ինձ կարա խանգարի, չէ։ Մանավանդ այստեղ գոյություն ունի ռեժիսոր, գոյություն ունի վտարո ռեժիսոր, ովքեր քեզ բացատրում են, օգնում են, իսկ դու էլ եթե փորձում ես աշխատել ինքդ քո վրա, կարողանում ես տալ այն ինչ որ քեզնից պահանջում են։
Այս մի անգամ այդ մի թեման չի եղել։ Իսկ որ ասես հաճախ նաև ինքդ քեզ թերագնահատում ես մասնագիտական դաշտում արդեն հեռուստասերիալներում նախագծերում դա ինչից է գալիս գուցե եղել են նաև դեպքեր երբ օրինակ որևէ անձնակազմից որևէ մեկը քեզ չի ընկալել եւ ընդունել ամբողջությամբ եւ դա առաջացրել է թերարժեքության բարդույթը այդ բարդ փուլերը ունեցել ես մինչեւ ինտեգրվել ես Այդ հարցը իմ կյանքում միշտ եղել է ու այդ եղել է իմ մամայից Իմ մաման էլ է ինքը իրանով այդպեսին, որ ասենք կարող է ինքը ինչ-որ մի բան անի, օրինակ այն ժամանակ ինքը տորտիկներ էր թխում, ես սենց նայում ասում մամ շատ սիրուն ասում, չէ, այդքան էլ լավ է, չի, ու այդ մանկուց մտել է իմ մեջ, ես որ նկարում էի, որ իմ նկարները ասենք Իմ նկարները եղել են շատ ցուցահանդեսներին։ Այն ցուցահանդեսներին, որոնց մասնակցում էին օրինակ խմբակի կամ լավագույնները կամ ընդհանրապես չէին մասնակցում։ Ես գնում էի ցուցահանդեսի պատին կախած իմ նկարս նայում, ասում եմ, բայց մի բան թերի այստե սենց այդեն, բայց այդ նկարը ընտրված էր որպես լավագույններից մեկը, որը պետքա մասնակցեր ցուցահանդեսին։ Դες մանկությունից եկած բանը։ Ես նույնիսկ մի բան որ անեմ լավ, որ ռեժիսորը ինձից գոհ լինի, որ չգիտեմ նույնիսկ սցենարիստը բոլորը ինձից գոհ լինեն, ես մեկը միտեղ գտնում եմ, որ այնտեղ այստեղ ես թերացել եմ։ Բայց այդ եթե խորանանք հոգեբանորեն փորձենք հասկանալ, միշտ գալիս է նրանից, որովհետև ընտեղ ինչ որ մեկը մեզ ինչ որ մի օր ասել է, որ դու այս ինչ բանը լավ չես անում։ Դրա համար մենք սկսում ենք ինքներս մեզ չվստահել, մտածել, որ հիմա օրինակ դու նկարահանվում ես սերիալում, ունես գլխավոր կերպար, բայց մտածես օրինակ, որ չէ, ինչ որ մի բանը այն չի։ Սենց ասեմ, կընդունեի այդ փաստը, եթե իմ մոտ վառ օրինակ չլիներ համասանական տարիներից, ինձ թվում է դա ուղղակի բնավորության գիծ է։ Դա փաստորեն նաև կա հիմա նկարահանման հրապարակում։ Հա։ Հիմա ես կարող եմ կարդալ կոմենտները, որտեղ որ ինձ գրում են՝ «Վայ, շատ վատն է, վայ, նվնվիկ է, վայ, լացկան է, վայ, սենց է, վայ, նենց է»։ Ես օրինակ գիտեմ, որ ռեժիսորը այդ պահին ինձից դա է պահանջել։ Ես դա տվել եմ, ռեժիսորը ինձից գոհ է եղել։ Այդ կոմենտը ես կարդում եմ ու անցնում եմ առաջ։ Դա ին վրա բիծ չի թողնում։ Իսկ դերասանական անձնակազմի կողմից այդ դժվար ընդունելու փուլերը ունեցել ես։ Եղել են պահեր, բայց եղել են իմ թերությունների հիման վրա, որը օրինակ իրանք մատնանշել են ու ես սկսել եմ աշխատել այդ թերությունների վրա։ Այսինքն ամեն ինչ եղել են այնպիսին, որ ես էլ կտեսնեմ։ Եթե ինձ օրինակ մատնանշեն, որ գիտես, ինչ կա այս քո բաժակը կանաչ նախշեր ունի իր վրա, սենց նայեմ ասեմ, վայ, ճիշտ է, կանաչա, բայց կարելի է փոխել կարմիրի օրինակ։ Այսինքն ավելի շատ ուզել են քեզ օգնել, թե զուգահեռ նաև եղել է, որ օգնել, բայց նաև ցույց տալ, որ դու դեռ պրոֆեսիոնալ չես։ Այդ չեմ զգացել մինչ օրս։ Չգիտեմ իմ էներգետիկ դաշտից է թե ինչից է, ես շատ շփվող եմ ի տարբերություն մանկությանս ու ամեն կերպ մարդկանց հետ կարողանում եմ կոմունիկացիայի մեջ մտնել, ամեն կերպ ու լավ նոտայի վրա։ Չի եղել, որ փորձեն ինձ ցույց տալ, վայ, գիտես, դու կրթություն չունես, դրա համար այստեղ թերացար։ Իրոք չի եղել։ Հաճախ խոսում եմ, որ կարևոր է նաև, որպեսզի լավ խաղ լինի, երկու դերակատարի միջև լինի քիմիա։ Այդ քիմիան դու կարողանում ես ստեղծել քո խաղընկերների հետ։ Եթե ես հիմա այս հարցին պատասխանեմ, մի քիչ սխալ դուրս կգա։ Դե բոլորը խոսում են, բոլոր դերասանները այդ հարցի մասին խոսում են։ Ունեմ երկու օրինակ աչքիս առաջ, մի օրինակ է եղել, որ ես կես տարի տանջվել եմ, որ այդ քիմիան երևա։ Ու եղել է խաղընկեր, ում հետ հենց առաջի կադրից դա եղել է։ Ես չեմ ասի, որ դա առանձնահատուկ զգացմունքների պատճառով եղել, չէ։ Բայց իմ կողմից ես կարողանում եմ ցույց տալ։ Բայց լինում է, որ դիմացինս ինձ փոխադարձ դա չի վերադարձնում, ես զգում եմ, որ ինչ-որ բան թերի է, ու ես դրանց նրվանանում եմ, ու դրանց լարվում եմ, ու դրանց իմ գործը ավելի է բարդանում։ Իսկ ում հետ այդ ամենալավը քիմիան ստացվել։ Ես հիմա նկարվում եմ Վրամի կերպարի իսկական անունը Պաշա, Պաշի հետ։ Պաշի հետ մենք Հարսնաձորի լեգենդը նոր հեռուստասերիալ։ Այո։ Հարսնաձորի լեգենդում իմ խաղընկերոջ հետ հենց առաջի միլիվայրկյանից մեր մոտ ստացվել է այդ քիմիա ասվածը։ Այդ ինչից է գալիս երկուսի էներգետիկայից։ Կարծում եմ հա։ Իսկ ում հետ չի ստացվել, որ կես տարի տանջվել ես։ Վահե կներես։ Մարիայի հեռուստասերիալի Միչի Դավիթի հետ։ Դրա համար են բոլորը այդքան դժգոհ կոմենտներում։ Չէ, ինձ թվում է Դա մի քիչ հումորով հարցեր։ Ասում այն փաստը, որ չէ, այն ժամանակ մինչև Հարսնաձորը սկսվել է, այսքան վատ կոմենտ չկար։ Կարծում եմ ուղղակի մարդկանց մեջ ոնց որ մի քիչ նախանձը
Որ երկու հեռուստասերիալում էլ կաս։ Որ երկու հեռուստասերիալում էլ կամ, հիմա կգրենք ասեն ինչի համար ենք նախանձում, չգիտեմ։ Այ դա է ուզում հասկանալ, քո անվան շուրջ այդ բացասական ալիքը ամենայն դեպս նախագծերի մեկնաբանություններում, որոնք որ շատ են, շատ է։ Ինչից է դա, մտածել ես այդ մասին։ Գուցե նոր ես որպես այդպեսին, որպես գլխավոր կերպար եւ շատ ես, ինչպես դու ես ասում։ Ես ընկալել եմ մի բան։ Այս կյանքում ինձ միջին վերաբերվող մարդ չկա, կամ ինձ անկեղծ շատ են սիրում, կամ ուղակի տանել չեն կարողանում։ Ու դրանից առաջ մինչև այս մեկնաբանությունների հասնելը, քանի որ ես այդ փաստ արդեն ընկալել եմ, արդեն իմ մեջ մնացել է ասենց խորը նստելա, որ ինձ կամ սիրում են շատ, կամ ընդհանրապես չեն սիրում։ Միջին ինձ ոչ ոք չի վերաբերում։ Մինչ օրս չի եղել այդ տեսակ։ Դրա համար լրիվ հասկանում եմ, լրիվ ընդունում եմ, ամեն մարդ իր կարծիքն ունի, թե այդ կարծիքը օրինակ իմ վրա ազդեցություն կունենա, թե չէ, կարծում եմ չէ։ Թամ, ամփոփելով, արի փորձենք հասկանալ ինչ ստացվեց։ Դու փաստորեն ի սկզբանե TikTok հարթակում փորձեցիր ակտիվ լինել, հետո հեռուստասերիալները, առաջին ակումբը, որից դուրս եկար, եւ զուգահեռ ունես քո բիզնես։ Խնդիր կար ես ամբողջ գունապնակում ինքդ քեզ գտնել, բացահայտել, հասկանալ որտեղ ես ուզում լինել։ Եթե ամփոփենք այն փաստը, որ ես փորձել եմ ինձ գտնել ու հասկանալ որտեղ եմ ես ինձ կոմֆորտ զգում, թվարկածները կեսն են։ Ես այն մարդն եմ, ով նույնիսկ ոսկերչություն է սովորել։ Ես ոսկերչություն եմ սովորել, ես մատնահարդարում եմ սովորել, ես տարբեր բնագավառներում ինձ փորձել եմ, անկեղծ տարբեր բնագավառներում փորձել եմ, ես հիմա վոկալի եմ գնում, ես հիմա թենիսի եմ գնում, ես ամեն կերպ փորձում եմ գտնել որտեղ է իմ կոմֆորտ զոնան։ Դեռ չես գտել։ Մի քանիսը գտել եմ, թենիսին փրկությունն է օրինակ։ Անկեղծ թենիսի իմ էներգիայի հիմնական աղբյուրն է հիմա դարձել։ Իսկ առաջին ակումբից ինչի դուրս եկար։ Ես ինձ այնտեղ կոմֆորտ չի զգում։ Ուղղակի այդքանը կարող եմ ասել։ Կոմֆորտ չէր զգում հումորային ոլորտում, թե անձնակազմի մեջ։ Հիմնականը հենց հումորային ասպարեզում ինձ չէի տեսնում։ Սկզբում որ գնացի, մտածում էի կարողա ստացվի մի բան։ Հետո հասկացա, որ չէ։ Իրոք չէ։ Իսկ այնտեղ նույն կերպ, ինչպես սերիալում դերասանները քեզ չէին փորձում անձնակազմի մարդիկ օգնել, այնպես անել, որ դու ներգրավվես։ Սերիալում մենք ունենք ռեժիսոր, սերիալում մենք ունենք օպերատոր, մենք սերիալում ունենք վտարոյ ռեժիսոր, ունենք սցենարիստ, ամեն մեկը առանձին է։ Առաջին ակումբում գրեթե բոլորով միասին ամեն ինչ էինք անում։ Այնտեղ պարապ մարդ չկար, որ կարար անverջ նստեր իմ հետ ասեր, գիտես ինչ կա, այստեղ սենց է պետք լինի, որ ավելի ծիծաղելու լինի։ Հիմնական օրինակ, եթե իմ կերպարը գրված էր այսպես, այդ կերպարը ես իրավունք ունեի փոփոխելու, ու իրավունք չէ, ես պետք է փոփոխեի այնպես, որ ինքը ավելի հումորային լիներ։ Իմը չէր այդ։ Այսինքն դու մենակով պետք է քեզ վրա աշխատեիր, դա քեզ խանգարում էր։ Չէ, ինձ խանգարում էր, որ ես հումորային գծով պետք է ին վրա աշխատեմ։ Ես հենց այս պահի դրությամբ սկսել եմ մի փոքրիկ սցենար գրել, իմ մոտ դա իրոք ստացվում է։ Ես հիմա փոքրիկ սցենար եմ սկսել գրել, որովհետև կա մի փոքրիկ պատմություն, որի հիման վրա ես կուզեմ փոքրիկ ինչ-որ բան նկարել։ Որ ասեմ սցենարը փոփոխել կամ գրել իմ մոտ չի ստացվում, սուտ կլինի։ Չէ, իմ մոտ չի ստացվում հումորայինը։ Այսինքն կարող է իմ հետ ճիշտ աշխատանք չեն տարել, որ իմ մոտ էլ դա ստացվեր։ Կարող է ժամանակ չեն տրամադրել, որ իմ մոտ էլ հումորը ստացվեր։ Համենայն դեպս ես այնտեղ ինձ կոմֆորտ զոնայում չզգացի։ Իսկ դու հասկացար, որ քեզ մոտ չի ստացվում, թե քեզ նաև ասում էին, որ գիտես լավ չի։ Սենց ասեմ, ես դա զգում էի ու վերջին ընթացք մտածում էի, որ ես ինձ կոմֆորտ զգացել եմ նկարահանումներ ժամանակ, երբ այդ նկարահանումները եղել են սերիալի նկարահանումներ։ Այդ ժամանակ թեմա գնաց, որ ես ասացի, վայ, այնպես կուզեմ Ելենայի մոտ աշխատեմ, ինձ ասեցին 2 ամսից Ելենան կասինգ է անելու։ Ես ասացի, հետա մինչև այդ առաջին ակումբը ավարտված կլինի, ես կգնամ Ելենայի մոտ, ու հետո թեթև ընդհարում ունեցանք կազմակերպիչների հետ առաջին ակումբի։ Թեթև ընդհարում նրա վրա, որ մենք չենք կարողանում իրար հասկանալ, կոմունիկացիայի մեջ մտնել արդեն, թե խնդիրը որն էր չեմ ուզում բարձրաձայնել, համենայն դեպս ես հասկացա, որ ես այնտեղ չեմ ուզում մնալ, ես ուզում եմ գնալ սերիալ։ Ու այդպես էլ ուղղակի արեցի։ Այնտեղից դուրս եկա,
2 ամիս անց մտա սերիալ։ Շատ լավ, Թամ։ Հիմա առաջարկում եմ արձագանքենք բացասական մեկնաբանություններին քո հասցեին հնչող, որովհետև գիտեմ, որ TikTok-ում հաճախ դու ինքդ ես անդրադառնում այդ մեկնաբանություններին։ Այն ժամանակ անդրադառնում էի, հիմա չէ։ Հիմա չէ, արդեն չես կարծում։ Չէ։ Բայց հիմա փորձենք, մի քանիսը առանձնացրել եմ։ Ինչ պարտադիր է, որ դերասան դառնաս, աղջիկ ջան, գնա ու այնպես արա, որ մարդկանց տհաճություն չպատճառես։ Ես կարծում եմ, որ ես գրել եմ մի մարդ, ով որ ուղղակի ամբողջ օրը տանը 4 պատի մեջ փակված նստած է։ Ու ինքը ոչինչի չի կարողանում հասնել, դրա համար էլ իր վրա ազդում է այն մարդը, ով որ ամբողջ օր իր վրա աշխատանքներ է տանում։ Այս աղջիկը շնչառություն չունի, մի հատ էլ հուզվելուց կխեղդվի։ Այ կներեք, այս մի բանը պիտի բարձրաձայնեմ, խնդրում եմ, այն մարդիկ, ովքեր բողոքում են իմ շնչառությունից, սենց մի հատ այստեղ կարանք հաշվի համար թողնենք, բոլորը ուղարկեք, ասենք, չէ լավ, թիվը չեմ նշի, մի կլորիկ գումար թող հավաքվի, ամբողջ ազգիս հաշվին կգնամ կվիրահատեմ, գիտես, երկրորդ անգամ։ Այսինքն կա այդ խնդիրը։ Չէ, ուղղակի հարցի գիտեք, որն է, երբ մարդ լացում է, նորմալ է, որ ինքը սկսում է սենց բաներ անել։ Ու երբ որ սենց ես անում ու միկրոֆոնը քեզ մաքսիմալ մոտ է, ինքը ձայներ է արձակում։ Ես ինչ անեմ օրինակ, հələ փորձեք լացել ու առանց ձեն։ Շնչառական ճիշտն ասած մտածեցի, որ խնդիր ունեմ, ես գնացել եմ մոտ 5-6 օր առաջ, ինձ ասեցին դու շնչառական խնդիր չունես, Գնա ապրի, ընդհանրապես։ աղջիկ ջան։ Քո համար հանգիստ գնա ապրի։ Գեղեցիկ ես, ափսոս, որ շրթունքներդ փչել ես։ Ազգիս խնդիրը։ Իմ շրթունքները թող կոսմետոլոգները հենց հիմա կոմենտ տակ գրեն, թե ըստ իրենց քանի միլ է լցրած։ Մաքսիմալ քիչ է լցրած։ Ես շրթունք ունեի անմարդկային անսիմետրիա, որից ես կոմպլեքսավորվում եի եւս։ Ու ես կարծում եմ սենց մի բան, աղջիկներ ջան, չեմ պրոպագանդում, բայց ես կարծում եմ սենց, եթե դու ունես խնդիր, որից դու կոմպլեքսավորվում ես, որի պատճառով օրինակ, չգիտեմ, այդ կոմենտները մեծամասամբ գրում են այն կանայք ու այն աղջիկներ, ովքեր մինչև այստեղ իրենց շրթունք են նկարում, մինչև այստեղ։ Եթե դու ունես խնդիր, որից դու նեղվում ես, խնդրի լուծման ձև կա, 21-րդ դարում ենք ապրում։ Կարծում եմ, եթե դու ուզում ես ազատվես, դրանց պետքա լուծում գտնես, անես։ Ես հիմա ունեցել եմ, ես այդ լուծումը տվել եմ։ Եվ վերջինը, զարմանում եմ, որ Մարիան Թամը ոնց է համաձայնվում նման ապուշ դեր խաղա 2 կոպեկի համար։ 2 կոպեկ չի, 3 կոպեկ է։ Շատ է։ 3.5 է։ Էլ բան չեմ ասում։ No comment։ No comment։ Երեխեք, ստանում եմ 7 միլիոն դրամ ամեն եթերի համար։ 2 կոպեկ չի։ Այդքան մեզ էլ տային, մենք էլ կնկարվենք։ Իրանք էլ կնկարվեին։ Շնորհակալ եմ շատ Թամ, կարծում եմ սա քո ամենաանկեղծ զրույցն էր, եթե ոչ հենց ամենաանկեղծը։ Մերսի։ Քեզ էլ մերսի շատ։ Այսպիսին էր Թամ Սահակյանը Breakpoint-ի տաղավարում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, թողնել մեկնաբանություններ, լայքել, կոմենտել, կհանդիպենք մյուս շաբաթ։